Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, եկեք սկսենք հարցազրույցը մեկ այլ հարցազրույցից Նարեկ Կարապետյանը օրերս հարցազրույց էր տվել եւ շատ այսպես հավակնոտ բաների մասին խոսել, նախ որ Սամվել Կարապետյանը, որքան էլ որ դեռ այդ պահը անհասկանալի է եւ այդ հարցի պատասխանը չկա, թե մեր ձևով շարժման եւ արդեն կուսակցության ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը ով է լինելու, բայց խոսք է գնում Սամվել Կարապետյանի առաջնորդության մասին, ասում է, որ հաջողել է բիզնեսում, կարող է տնտեսությունը ոտքի կանգնեցնել, տնտեսությունը զարգացնել, նաև ՀԱՊԿ-ի հետ կապված ասում է, որ ՀԱՊԿ-ին ստիպելու են, որպեսզի ՀԱՊԿ-ը կատարի իր առջև դրված խնդիրները, ապա հնարավոր է, որ նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կարգավորվի, թրիփի մասով էլ արդեն հավելյալ երաշխավոր կողմ են ներգրավելու։ Ընդհանուր առմամբ կուզենամ ձեր մեկնաբանությունը լսել եւ այսպիսի հավակնոտ ծրագրերի կողքին ինչպես եք պատրաստվում նաև ներկայանալ 2026 թվականի ընտրություններին։ Տեսեք, մարդը արդեն տնտեսական զարգացումից է խոսում։ Նախ Ռուսաստանին ՀԱՊԿ անդամ երկրներին ինչ որ բան ստիպելը մի քիչ իրենց դեպքում տենց անլուրջ է թվում, որովհետև ընդհանրապես կհիշեք 1 տարի առաջ իրենց առաջնորդ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ ինքը բիզնեսմեն է եւ բացարձակ ցանկություն չունի բիզնեսից տեղափոխվել քաղաքականությունը իրենը չէ եւ մարդը իր գործով պետք է զբաղվել։ Դրանից ամիսներ անց ինքը մտավ քաղաքականություն։ Եվ քանի որ նաև փաստացի արդեն ունենք ձեռքներիս տակ ապացույց, որ ինքը չէր ուզում մտնել քաղաքականություն, ապա կարելի է ենթադրել, որ իրեն ստիպեցին մտնել քաղաքականություն։ Եվ ստիպեցին, այս դեպքում մի քիչ ծիծաղելի է, որ ինքը կարող է օրինակ Ռուսաստանի Դաշնությանը Վլադիմիր Պուտինին ստիպել ինչ-որ բան անել։ Այս ստիպելու հետ կապված։ Ինչ վերաբերում է մնացած հայտարարություններին, տեսեք, այո, իրանք հայտարարում են, որ իրենց առաջնորդը Սամվել Կարապետյանն է, ուժեղ առաջնորդ է, բայց գիտենք, որ 3 երկրի քաղաքացի է Սամվել Կարապետյանը եւ չի կարող հավակնել որևէ պաշտոնի, որովհետեւ Սահմանադրությունը ասում է, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է նման բարձր պաշտոններ ունենալ։ Հետևաբար, բայց իրենք հայտարարում են, որ միևնույն է իրենց առաջնորդը նա է եւ նրա ուժն է։ Այսինքն սա նշանակում է, որ ստվերային կառավարում է լինելու, եթե նրանք հաղթեն, եւ ինչ որ մի պրակատով վարչապետ են բերելու, պրակատ վերցնելու են, ինչ որ մեկին բերեն ենթադրաբար այն երկրից, որտեղ իրենց կապիտալն է Ռուսաստանի Դաշնությունից, բերել որևէ պաշտոնյայի, որևէ մարդու որպես վարչապետ եւ ստվերային տակից կառավարեն։ Այդ որ ասում են ուժեղ մարդ է, կգնա ուժեղ կբանակցի ասկանին, ում անունից է բանակցելու, որպես ով է բանակցելու Սամվել Կարապետյանը, եթե նա պաշտոնյա չէ։ Սա անտրամաբանական բաներ են ասում։ Հասկանում եմ, որ երբեմն հատկապես այն բարեխիղճ լրագրողների տված հարցերից իրենք sense տուպիկի առաջ են լինում եւ չեն կարողանում տակից դուրս գալ, բայց իրականությունը սա է։ Այս դեպքում պետք է նայել ոչ թե իրենց այդ տեսանյութերին ծիծաղելի, որտեղ տարբեր լավ բաների մասին են խոսում։ Նաև 1 դրամի մասին։ Նաև 1 դրամի մասին, սա եւս պոպուլիստական հայտարարություն է, ինչպես կարող է պաշտոնյան կամ ցանկացած մարդ ինչպես կարող է 1 դրամով ապրել, հա։ Անկամ այսօր նվազագույն թոշակի հետ կապված նույն ընդդիմությունը բարձրացնում է, որ դա բավարար չէ ապրելու համար, բայց իրենք ո՞նց են 1 դրամով ապրելու։ Իսկ կարող է կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկն է, չէ, նրանց տալու այդ գումարը, որով պետք է ապրեն, ով է տալու։ Եթե ժողովուրդն է տալիս, ժողովրդին ես ծառայում եւ ժողովուրդն է պատվիրում քեզ ինչ անել։ Իսկ եթե ինչ որ մեկն է տալիս, դու նրանց շահերին ես արդեն ծառայեցնում քո հնարավորությունները, հա, այդ ծրարով փողերի մասին այս վերջերս շատ ենք խոսել։ Մյուսի հետ կապված, ինչպես կկառավարեն երկիրը։ Ես թե ինչպես նրանք կկառավարեն երկիրը, ես կարող եմ նայել փաստերին եւ նրանց կառավարած հեցին։ Հեցը մենաշնոր ունեցող մեծ կազմակերպություն է Հայաստանի Հանրապետությունում, բաշխիչ էլեկտրացանցերը եւ նրանք փաստացի ինչ են արել։ Հիմա ասեմ ինչ են արել եւ դա պրոյեկտենք երկրի վրա ինչ կարող են անել։ Տեսեք, հեցի միակ եկամուտը մեր սպառած ուրեմն էլեկտրաէներգիայի դիմաց մեր վճարումներն են։ Վերցրել են
նախկին կառավարիչները, Կարապետյանները եւ այդ գումարները, որոնք հավաքվում են մեր վճարած էլեկտրաէներգիայից, վերցրել են այդ գումարները եւ անտոկոս վարկ են տվել իրենց հետ աֆիլիացված, օրինակ Տաշիր կապիտալին եւ այլ տենց իրենց կազմակերպություններին, բիզնեսներին անտոկոս բան են տվել, գումար են տվել, վարկ են տվել, բայց այդ ամբողջ այդ ընթացքում, երբ որ անտոկոս վարկ են տվել եւ իրենց բիզնեսը զարգացրել են, այդ ողջ ընթացքում հեծը նաեւ իր կարիքների համար տոկոսով, վարկ է վերցրել գումար, թե տեղական բանկերից, թե արտասահմանյան եւ շուկայական տոկոսադրույքով։ Ենթադրենք 9%-ով վարկ է վերցրել։ Հասկանում եք ինչա կատարվել։ Այսինքն հեծը կառավարելու համար վարկ են վերցնում, բայց հեծի գումարները տալիս են սեփական բիզնեսին, անտոկոս բիզնեսը իրենց զարգացնում են։ Սա կարանք ենթադրենք, որ վաղամիսօրը բյուջեի գումարների հետ են այդպես անելու, հա? Բյուջեի գումարները տենց վարկ են դնելու, հա? Կամ, չգիտեմ, երկիրն են վարկ դնելու, ինչ են անելու։ Նրանք բիզնեսմեն են եւ իրենց բիզնես շահերն են ընդհանրապես հետապնդում եւ դրա համար ծառայեցնում են այն գումարները, որը մեր բոլորից է հավաքվել։ Հեծում պակաս գումար չի հավաքվել։ 6.5 միլիարդ դրամի անտոկոս վարկ են տվել իրենց բիզնեսներին։ Հասկանում եք, այսպես են կառավարելու երկիրը։ Դրա համար թող մի հատ նախ այս հարցերին պատասխանեն, ոչ թե հետո լոլորներ կարդան, իրենք հեռախոսը դնեն, իրանք ինչ ուզեն խոսեն, իրենց ֆեյքերն ու իրենց կողմից վճարված կամ մարդիկ սկսեն դա տարածել եւ ուրաներ գոռալ։ Տիկին Հակոբյան, նախքան այն, որ իրենք կհասնեն այդ երկիրը կառավարելու հնարավորությունը, իրենց պետք է հնարավորություն տալ կամ չտալ, նաև այդ հնարավորությունը մասնակցել ընտրապայքարի մեջ մտնել առհասարակ։ Տեսեք, այս ընթացքում քիչ չեն եղել այն մեղադրանքները, որ այս իշխող ուժի գլխավոր թերություններից մեկն այն է, որ բոլոր մարդիկ, ովքեր անցնում են ամենատարբեր քրեական վարույթներով, այդ թվում նախկին նախագահները եւ դրա մասին անձամբ վարչապետն է խոսել, որ ամենամեծ մեղադրանքը ձեր ուժին այն է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռևս ազատության մեջ են եւ ավելին մասնակցում են ընտրությունների։ Հիմա երբ հեծի մասին այս չարաշահումներն են բացահայտվում, դրանց մասին բարձրաձայնվում է, խոսվում է, Սամվել Կարապետյանի բնական կապը, այսպես պորտալերը Ռուսաստանի հետ երևում է։ Այս դեպքում ինչու նման ուժերին անհատներին ուղղակի չարկել օրենքի ուժով մտնել ընտրապայքարի մեջ եւ ժողովրդավարական լծակներ չտալ նաեւ։ Տեսեք, Մոլդովայի օրինակը շատ մեր կողմը իշխանական կողմից դիտարկվում է որպես օտար ուժերի ներգործության օրինակ տեղական ընտրություններին, ընդդիմության կողմից տենց վախեր են առաջացնում, որ կարող է այն գործիքակազմը, որը այդ հիբրիդային հարձակումներին, օտար միջամտությունների դեմ պայքար է եղել, կարող է մեր դեմ էլ սկսեն պայքարել։ Ինչու է ընդդիմությունը իրեն դիրքավորում այդ դիրքում, որ իր դեմ պետք է պայքարել, որովհետև ինքը օտար ազդեցությունության գործիք է։ Ինչու է իրան դիրքավորում։ Մենք անուն տվել ենք, մենք ասել ենք դաշնակցություն, հանրապետական, ձեր դեմ sense բան ենք անելու։ Մենք ասում ենք իրենք էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ պաշտոնյաներ, որոնք պետք է մտահոգված լինեն Հայաստանի Հանրապետության շահով, պետք է աջակցեն այս օրակարգին, որովհետեւ օտար միջամտությունը բացարձակ լավ բան չէ։ Ես չգիտեմ իրենք ոնց են դաստիարակվել քաղաքականապես, բայց դա հեչ լավ բան չէ։ Ինչ վերաբերում է արգելել կամ ինչ որ մի բան ձեր ասած։ Գիտեք, մենք իհարկե այնտեղ եթե օրենքի հետ կապված խնդիրներ լինեն, շատ լավ կարելի է անդրադառնալ դրան, բայց ի սկզբանե արգելել, սրա մասին խոսել ես ճիշտ չեմ գտնում, որովհետև մենք այնքան դրական բաներ ենք արել, որ միայն դա բավարար է, որ մարդիկ էլի աջակցեն մեր ուժին, որովհետև այդ երանելի օրինակ թվացող խաղաղությունը այսօր այնքան ռեալ է հողի վրա, այսօր խաղաղ է, կրակոց չկա, զոհեր չկան, սենց ոնց որ երազ լինի իրականում, էլի, որովհետև ես որ հիշում եմ անգամ 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ, ինչպեսի իրավիճակ էր, երբ որ կանխատեսումները այն էր, թե այսօր երեկոյան կհարձակվեն, թե, չգիտեմ, մյուս օրը երեկոյան, թե առավոտ շուտ, հիմա դրա հետ կապված բացարձակ վտանգ չկա։ Եվ ել չեմ ասում այն
ամեն ինչը, որը փաստաթղթավորված է, օրինակ նախաստորագրված խաղաղության համաձայնագիր։ Օրինակ TRIP-ի հետ կապված, TRIP-ը ինքը այո տնտեսական մեծ գործարք է, որը շատ դիվիդենդներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը, դուք նաև գիտեք տոկոսների մասին, ինչ բյուջե հոսքեր են լինելու, ներհոսք է լինելու, բայց այս ամեն ինչը նաև խաղաղության մասին է։ Չէ՞ որ համագործակցությունը եւ փոխգործակցությունը, փոխկախվածությունը մեր եւ Ադրբեջանի միջև միմյանցից սա հրաշալի առիթ է միմյանց հետ խաղաղ շարունակել համագործակցել, որովհետև համագործակցությունից մենք ունենք օգուտներ յուրաքանչյուրս մեր երկրի համար։ Իսկ պատերազմները թանկ բան են։ Ինչի պատերազմել, եթե ամեն ինչ նորմալ է եւ կարող ենք դրանից միայն շահել։ Եվ դուք այս նույն ազդակները տեսնում եք նաեւ ադրբեջանական կողմից։ Թուրքիայից նաև, հա, այսինքն տարածաշրջանի երկրները բոլորը կողմ են այս ամեն ինչին։ Բացի դա, քաղաքացին նաև տեսնում է, որ մեր ասած, մեր խոստացած օրինակ պողպատե մանդատը ինքը գործի է դրվում։ Կարող են տեմպերից օրինակ բողոքել, որովհետև համեմատած օրինակ 23-24 թվականին, 25 թվականին շեշտակի աճել է օրինակ այդ ապօրինի գույքի բռնագանձման, հա, այդ մասնավորեցված այդ հանրությանը պատկանող, պետությանը պատկանող գույքերի հետ վերադարձի գործընթացը շեշտակի աճել է։ Միայն 25 թվականին 66 միլիարդ դրամի գույք է վերադարձվել պետությանը համայնքին, այսինքն հասարակությանը։ Եվ այդ գույքերի մեջ օրինակ մանկապարտեզներ են, օրինակ պուրակներ են, օրինակ հատուկ պահպանման տարածքներ են, սրանք մշակույթի տներ են, այս ամեն ինչը վերադարձվել է հասարակությանը եւ ամեն համայնքում սա եւ Երևանում է, եւ հեռավոր մարզերում է, գյուղերում է, քաղաքներում է եւ այդ բնակիչը տեսնում է, չէ, որ այն պուրակը, որը տենց չափարներ էին դրել իրենց բանով ասեմ եւ սեփական, չգիտեմ, բիզնեսներին էր ծառայում, այն մանկապարտեզի շենքը, որը տենց իրենց բիզնեսներն էր մեջը կամ չգիտեմ վարձով տված տարածքներ էր, քաղաքացին տեսնում է, որ հիմա դա օրինակ նորից դառնում է այն շենքը, որտեղ օրինակ իր երեխան կարող է գնալ մանկապարտեզ, իր երեխան կարող է դպրոց գնալ այդ շենքում։ Իսկ առանձին դեպքերով, երբ որ օրինակ մի համայն գնում ենք, ասենք Դիլիջան, հա, Դիլիջան գնում ենք, այնտեղ ասում են, բա այս դպրոցի, այս մանկապարտեզի, այս մասնաշենքը, գիտեք չէ, որ այսինչ մարդու կնոջն էր պատկանում, հիմա հետ է վերադարձվել եւ պետությունը ներդրում անում եւ դպրոց է սարքում։ Եվ սենց էլ չեմ ասում ճանապարհների որակի մասին, այն մնացած ամեն ինչի մասին, մեր, չգիտեմ, զբոսաշրջության, դուք տեսաք, որ որքան դրական սալտո ունենք Հայաստան վերադարձած մարդկանց, հա։ Օրինակ տարբեր այս վերջի 10 տարիները, եթե վերցնենք, 15 տարիները վերցնենք, միշտ ավելի շատ մարդ է գնացել, քան եկել Հայաստան։ Այդ տարբերությունը միշտ մինուս է եղել, երբ որ նախորդ տարվա ցուցանիշները հաջորդ տարի ամփոփվել են։ Եվ այս տարի մենք +8000-ից ավել մարդ ունենք, այսինքն այդքան մարդ վերադարձել է Հայաստան, վերադարձել է հայրենիք։ Եվ այս դրական եւ սա ոչ միայն իր տնտեսական հնարավորությունների, իր որպես մարդու իրավունքների պաշտպանության լավ որակի մասին է, այլ նաև խաղաղության մասին է։ Մարդ վերադառնում է, ուզում է բիզնես սկսել, ուզում է ապրել, իր երեխաներն այստեղ ապրեն եւ շատ քաղաքացիներ հենց տարբեր երկրներից իրենք բազմաթիվ անգամներ օրինակ դիմում են, անգամ, չգիտեմ, մեսենջերով կարող են գրել տարբեր կերպ հենց ինձ էլ որ մենք ուզում ենք վերադառնանք, մի հատ ուզում ենք հասկանալ երեխու դպրոցը, օրինակ ասենք տարբեր հարցերով դիմում են։ Եվ ես տեսնում եմ որ տարբեր երկրներից, Գերմանիա, ոչ միայն Ռուսաստան, նաև Ռուսաստանի Դաշնություն, տարբեր երկրներից, եվրոպական երկրներից գրում են մարդիկ, ասում են մենք ուզում ենք վերադառնանք, բայց այսինչ բանը ո՞նց անենք, իսկ այսինչ բանը ո՞նց անենք, իսկ դպրոցը, իսկ մանկապարտեզը, իսկ բիզնեսը, իսկ քաղաքացիությունը տարբեր հարցերով դիմում են։ Եվ սա դրականի մասին է։ Դրա համար ասել որ քաղաքացին այ ոնց անենք, որ հանկարծ նրանք չվերարտադրվեն, մենք մեր վերընտրվելու համար նախորդ շրջանում ամեն ինչ արել ենք եւ անում ենք եւ դա չենք անում, որպեսզի ընտրվենք։ Դա անում ենք, որովհետեւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը հարատև լինի եւ այս պետությունում ապրեն երջանիկ անհատներ։ Եվ քանի որ շեշտը դրեցիք հատկապես խաղաղության օրակարգի վրա, Տիկին Հակոբյան, տեսեք, կարապետյանները չեն ասում, որ դեմ են այդ օրակարգին, ողջունում են խաղաղության օրակարգը, հակառակը ասում են,
եթե մենք կանք եւս մեկ երաշխավոր կողմ կավելացնենք։ Դեռևս լավ չեմ պատկերացնում դա կլինի Ռուսաստանը թե Չինաստանը, բայց այնուամենայնիվ ենթադրելի է, որ դա կարող է լինել Ռուսաստանը։ Այսինքն ասում եմ երկու երաշխավորի դեպքում խաղաղությունը ավելի ամուր է, այսինքն եթե դա քաղաքական բոբիկության մասին է խոսում։ Այսինքն Միացյալ Նահանգները պետք է միլիարդավոր դոլարների ներդրում կատարի Չինաստանի համար, Չինաստանի հետ, ինչ որ Չինաստանի համար շահ ապահովելու։ Ես այս հայտարարություններն էլ էլի, ես էլի առետեղել ասելու, երևի կրկնվեմ, Նարեկ Կարապետյանը նորեկ է քաղաքականության մեջ եւ հերթական տենց նորեկին վայել հայտարարություններն է անում։ Ես միայն սա կարող եմ ասել։ Սա sense բան չի կա, ուղղակի տենց բոլոր կանոններին դեմ բան է ասում, էլի։ Դրա համար ես չեմ ուզում սա մեկնաբանել պարզապես։ Իսկ ձևավորվում է այն ընդդիմությունը այնուամենայնիվ, որի հետ կարելի է գաղափարների տարբեր ծրագրերի շուրջ դիսկուրս ունենալ եւ քննարկել թե ինչպես երկիրը որ ուղղությամբ տանել, ինչու, որն է ավելի լավ ելք, կա այդ ընդդիմությունը, որովհետեւ տևական ժամանակ է ձեր ուժի կողմից տեսնում ենք նաեւ այդ դժգոհությունները, որ մենք եւ իշխանություն ենք եւ ընդդիմություն ենք մեզ համար։ Հիմա երբեմն որոշ ուժեր, որոշ անհատներ ընդդիմության չկայացման մեջ նաեւ ձեզ են մեղադրում, ինչու չի կայանում ընդդիմադիր դաշտը։ Մենք ապահովել ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավորությունը բոլոր մարդկանց համար զբաղվելու քաղաքականությամբ։ Դուք կտեսնեք, որ Հայաստանում, օրինակ, տարիներ առաջ ես հիշում եմ իմ լրագրողական դեռ տարիներից, որ իշխանությունն ուներ իր գրպանային ընդդիմությունը, որը որպես ընդդիմություն դիրքավորվում էր, հետո բոլորով միասին կոալիցիոն հուշագիր էին ստորագրում եւ տենց դառնում էր սահմանադրական մեծամասնություն խորհրդանում։ Այսինքն ինքը նաեւ ուներ իր ընդդիմությունը եւ հետեւաբար ընդդիմադիր ուժեր այլևս չէին կարողանում ոտ գցեին այս մեծ իշխանական մեքենայի հետ։ Ինչպես օրինակ ժամանակին ելքդաշինքներ, հա, ոնց ոտ գցեր օրինակ այդ հզոր մեքենայի դեմ, որովհետև ինքը եւ իշխանություններ եւ ընդդիմություններ ամեն ինչ իրար հետ էին անում։ Եվ գիշեք 4 ուժերով միասին կոալիցիա ձևավորել է, իշխանություն ձևավորել է։ Սա ինչի մասին է խոսում։ Երբ որ 5 ուժ է անցնում խորհրդարան եւ 4 իրար հետ կոալիցիա են ստեղծում, սա դրա մասին է խոսում։ Հիմա դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չունի որևէ ընդդիմություն եւ նաեւ սեփական ընդդիմությունը եւ նաեւ թիմ ընտրությունների օրինակով կտեսնեք, որ օրինակ 7-9 ուժ տարբեր տեղերում, հա, տարբեր համայնքներում եմ ասում, մտնում են ընտրապայքարի մեջ եւ բոլորը ունեն հետեւյալ ազդակը, որ կոնսենսուս -1, այսինքն -1-ը իշխանությունը, բոլորը միասին ընդդիմություն են։ Իրանք առանձին մասնակցում էին, երթվում էին եւ ասում էին մենք երբեք չենք միանա իրար հետ, բայց վերջում միանում էին իրար հետ եւ որպեսզի մենք չլինենք իշխանություն։ Սա գիտեք ինչն է, այն ժամանակին, երբ որ իշխանությունն էր այդպես անում, միավորվում էին, հիմա ընդդիմությունն է այդպես անում, միավորվում է, էլի այսօր իշխանությունը ժամանակին ընդդիմությունը մնում է միայնակ։ Այնպես որ մենք այդ բոլոր հնարավորությունը ստեղծել ենք, որ ընդդիմադիր ուժերը կարողանան մասնակցել, կարողանան ազատ արտահայտվել, ընտրությունների մասնակցեն, թիմ օրինակով նաև կան որոշ տեղերում ուժեր, որոնք տենց միավորվում են եւ անգամ իշխանություն են ունենում, եւ սա շատ դրականի մասին է խոսում։ Եվ շատ համայնքներ կա, որտեղ քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չէ թիմերում եւ ընդդիմություն է օրինակ, եւ որոշ դեպքերում սա առողջ ուժեր են, որը եւ դա շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունում նման իրավիճակ կա։ Վարչապետը Դավոսում էր խաղաղության խորհրդի սահմանադրության այդ կանոնադրության ստորագրությունն էր պաշտոնական արարողությանը մասնակցեց։ Տեսեք, որոշ ընդդիմադիր գործիչներ նախ մեղադրեցին եւ կամ քննադատեցին այն, որ բյուջեից այդքան ֆինանսներ է տրամադրվել միայն նրա համար, որ վարչապետը գնա Դավոս, Դոնալդ Թրամփի կողքը նստի, Դոնալդ Թրամփի հետ լուսանկար ունենա, հետո այդ լուսանկարով իշխանական падգամավորները ուրախանան հրճվեն։ Ես մոտավորապես ցիտում եմ իրենց մտքերը, բայց քննադատություն նաև եղան, թե վարչապետը ինչ գործ ունի Դավոսում այն դեպքում, երբ օրինակ Եվրամիության շատ երկրներ հակադրվում են խաղաղության խորհրդի հետ Թրամփի ստեղծած, եւ այստեղ նաև ասում են, որ կարող է դա խնդիրներ հարուցել Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերություններում։ Նախ ինչպես կանդրադառնաք մեղադրանքներին եւ արդյոք չեք կիսում այդ մեղադրանքները, որ մի կողմից խաղաղության խորհրդին է մասնակցում վարչապետը, մյուս կողմից ինչպես ընդդիմությունն է ասում, հակադրվում է Եվրամիության որոշ երկրներին։ Հարգելի Հերմինե, նորից կկարդաք այդ կառույցի անունը։ Խաղաղության խորհուրդ։
Խաղաղություն բառը ընդդիմության մոտ ռեակցիա է առաջացնում։ Տեսեք, ոնց է, չէ՞ որ սատանաները խաչը տեսնում են, տենց բան են լինում։ Հիմա իրենք են խաղաղություն բառը լսում են, իրանց մոտ արագ ռեակցիա է առաջացնում։ Ալերգիա է, արագ ռեակցիա։ Չէ՞, մարդկա ինչ որ բանից ռեակցիա ունի օրգանիզմը եւ սկսում է ուռել, սկսում է, չգիտեմ, տարբեր ռեակցիաներ է տալիս։ Իրենց մոտ տենց խոսքի ռեակցիա, արագ հակադրվելու ռեակցիա, խաղաղություն բառը կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանն է ասում, դա Դոնալդ Թրամփն է ասում, ով ուզում է ասել, իրենց մոտ ռեակցիա է առաջացնում։ Իրենք չեն ուզում այդ խաղաղություն, չեն ընդունում այդ, չեն կարողանում ընդունել այդ մարդիկ։ Տեսեք, Միացյալ Նահանգների գերտերության, ամենահզոր տերության նախագահը ինչ-որ կառույց է ստեղծել եւ ասում է արի որպես հիմնադիր երկիր մասնակցիր դրան Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սա ինձ գոնե ոգևորվեն եւ փորձեն երկրի համար այս առավելությունները հասկանալ եւ օգտագործել, արագ ռեակցիա են տալիս։ Դա վատ բան է։ Դա տեսեք ինչ է լինելու։ Այդ երբ Միացյալ Նահանգները արևմուտք չի այլևս, որ իրենք էլ մտահոգվում են Հայաստանի եւ արևմուտքի հարաբերությունների հետ կապված։ Թող հանգիստ լինեն, մենք արևմուտքի հետ, Եվրամիության հետ ունենք պատմականորեն ամենամոտ հարաբերությունները եւ երբեք Եվրամիությանը Հայաստանը այսքան մոտ չի եղել եւ սա փաստումն է Եվրամիության պաշտոնյաների, ոչ թե միայն մեր։ Մենք ունենք նաև փաստաթղթեր, որի շուրջ աշխատում ենք, գիտեք, վիզաների ազատականացման process-ն է ընթացքի մեջ։ Եվ միաժամանակ ԵԱՏՄ-ում ենք, որ Ռուսաստանից պարբերաբար հիշեցնում են, չեք կարող լինել եւ այստեղ եւ այնտեղ։ Մենք որևէ փաստաթղթային անհամատեղելիություն այս պահի դրությամբ չունենք եւ եթե գա պահը, երբ որ մենք պետք է որոշում կայացնենք, մենք այդ որոշումը մեր ժողովրդի հետ կկայացնենք։ Այստեղ էլ թող իրենք հանգիստ լինեն։ Իսկ Ռուսաստանից այդ հիշատակումները պարբերաբար եւ հիշեցումները, տողատակերը ինչի մասին են, որովհետեւ գիտեք Թրամփի ուղու մասով էլ երբեմն լսում ենք հայտարարություններ հայկական կողմից, որ բաց է հայկական կողմը կարող է դրան մասնակից լինել նաեւ ռուսական կողմը, իր ձևով իհարկե կարող է օրինակ Գյումրի Կարս, Իջևան Ղազախի այդ հատվածը վերանորոգել երկաթուղի բացակայող, բայց Ռուսաստանից հակառակ հայտարարություններ ենք լսում, որ Թրամփի ուղին չի կարող տեղի ունենալ այնտեղ ռուս սահմանապահի վերահսկվող գոտի է եւ այլն, եւ որ մենք այնուամենայնիվ ՀԱՊԿ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ ենք, սրանք հիշեցումներ են, սրանք սպառնալիքներ են, սրանք ինչ են սրանք։ Պարբերաբար նաև աջակցող հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներից, որովհետև Ռուսաստանի Դաշնությունն էլ իր շահերն է սկսում տեսնել իրողությունների մեջ, արդեն ընդունում է իրողությունը Հայաստանի Հանրապետության հետ կապված, առհասարակ մեր տարածաշրջանի հետ կապված, եւ դուք տեսաք, որ առաջինը Հայաստան հասավ ռուսական ցորենը այդ խաղաղության որպես բան արդյունք, հա, այսքան Ռուսաստանը տեսավ իր շահը եւ օգտվեց այդ հնարավորությունից եւ նաեւ բազմաթիվ հայտարարություններ կան։ Իսկ դա նաեւ մեսիջ կամ ազդակ չէ, որ պաշտոնյաները աջակցում են մեր այս գործընթացներին։ Բայց նաեւ մենք երբեմն Ռուսաստանի Դաշնության Կրեմլի պաշտոնական խոսափողներից լսում ենք ագրեսիվ հռետորաբանություն, ընդհուպ Հայաստանի դեմ ֆիզիկական գործողություններ, պատերազմական գործողություններ սկսելու կոչեր եւ այլն, ինչը կարծում եմ Ռուսաստանի շահերից չի բխում եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շահերից նախ եւ առաջ չի բխում, որովհետեւ սա խորացնում է այն մտահոգիչ մթնոլորտը, որը այսօր կա Հայաստանի Հանրապետությունում կապված Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանը մեր պատմականորեն նաև մեր գործընկերն է, ռազմավարական գործընկերն է եւ մենք շատ ընդհանուր շահեր ունենք եւ շատ ընդհանուր գործընթացներ ունենք, մենք մեծ համայնք ունենք, Հայաստանում էլ քիչ չեն Ռուսաստանից ռուս ժողովուրդ, որ ապրում է հատկապես պատերազմից հետո եւ շատ կարեւոր է, որ մենք ունենանք բարիդրացիական հարաբերություններ եւ ունենանք այնպիսի հարաբերություններ, ինչը ենթադրում է մեր փաստաթղթավորված հարաբերությունները։ Տեսեք, օրինակ Լավրովի մտահոգում է, որ Եվրամիությունը այստեղ ներդրումներ է անում հիբրիդային պատերազմի դեմ պայքար մղելու տեսանկյունից եւ ասում է, որ հայ հասարակության փոխարեն ինքը կմտահոգվեր, որովհետեւ Եվրամիությունը պատրաստվում է այդ կերպ միջամտել Հայաստանում ընտրություններին։ Մոլդովայի սցենարից է խոսում, ասում է մոլդովական սցենարը այդքան էլ լավ բանի մասին չէր, այնտեղ ընտրությունները կեղծվեցին։ Սա Լավրովի դիտարկումներն են, իմը չեն, Տիկին Հակոբյան։ Բայց այնուամենայնիվ տեսեք, Ռուսաստանի նախագահի աշխատակազմն
էլ $165 միլիոն է տրամադրել, սա RBK-ն է գրում, որ փափուկ ուժի տրամաբանության մեջ պիտի տարածեն իրենց քաղաքականությունը, ընդ որում շեշտը դրված է Հայաստանի վրա, որովհետև առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Հիմա մի կողմից Լավրովի մտահոգում է Եվրամիության աջակցությունը այդ իմաստով հիբրիդային պատերազմի դեմ, իսկ ցես չի մտահոգում $165 միլիոն, որը շատ ավելի մեծ գումար է եւ շատ ավելին կարելի է անել եւ ինչպես հասկանալ, այսինքն Հայաստանը կարեւոր է Ռուսաստանի համար եւ այդքան ներդրումներ այնուամենայնիվ արվում են, որ միգուցե իրենք են միջամտեն ընտրություններին, ինչպես հասկանում են Եվրամիության ներդրումները։ Մենք որոշակի միջամտություններ տեսնում ենք ի հայտ եկած քաղաքական գործիչների ակտիվությունից կամ բիզնեսմենների ակտիվությունից քաղաքական դաշտում, բայց մենք այնպիսի հիբրիդային հարձակումների ենք ենթարկվել դեռևս 20 թվականից հետո ընթացքում, որ ես լավատես եմ, որ մեր հասարակությունը արդեն նաև այդ փորձառությունը հաշվի առնելով շատ պատրաստված է, որովհետև մենք շատ ենք օրինակ բերում Մոլդովայի օրինակը, թե ինչպես ինքը պայքարեց հիբրիդային հարձակման դեմ, բայց Հայաստանի օրինակը շատ ավելի հաջող կարելի է համարել այդ առումով, որովհետև մենք այս նախորդող 5-6 տարիներին, ասում եմ, այնպիսի հարձակումների է մեր հասարակությունը դիմացել, որ այլևս շատերը մեր քաղաքացիների զգալի մեծամասնությունը ցանկացած նման դրսևորման դեպքում նախ կասկածում է եւ սա դրական տեղաշարժ է եւ եթե մենք այդ հզոր ալիքին կարողացել ենք դիմակայել, ես վստահ եմ, որ այս անգամ էլ ենք դիմակայելու եւ ավելի հաջող ենք դիմակայելու եւ կապ չունի դա որ երկրից է, հա, մի մասը խոսում է արևմուտքի ազդեցության մասին, մյուս մասը խոսում է Ռուսաստանի մասին, Թուրքիայի, Ադրբեջանի, ինչու ոչ, տարածաշրջանի տարբեր, հա, բայց այն կամքը, որ ունի Հայաստանի իշխանությունը, Հայաստանը հայկական ազդեցությամբ գոտի որպես միայն պահելու մասին, սա երաշխավորում է մեր այս տեղեկատվական հիգիենան, այնպես որ որևէ երկիր, որևէ անկյուն, որևէ աշխարհքաղաքական կենտրոն չի կարող ազդեցությունը ուժեղացնել եւ ազդեցություն ունենալ մեր երկիրը կառավարելու մեջ։ Դրա համար բոլոր փորձերը հաջող տենց հետ կշպրտվեն, իսկ այն աջակցությունը, որը ունենք օրինակ Եվրամիության մեր գործընկերներից Հայաստանը հայկական պահելու համար մենք նաև շատ գնահատում ենք, ուզում եմ ասել նաև, որ նախկինում էլ այդ նույն Եվրամիությունը տարբեր ծրագրեր եւս իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում եւ պետք չի սրան այդպես, չգիտեմ, ինչ կերպ վերաբերվել, այլ բան է, որ հիմա այն ազդեցությունը, որը նախկինում չուներ անվանում կամ սահմանում, այժմ ունի, դա էլ արդեն ժամանակաշրջանի հետ է կապված։ Դեպ վերջերս Դավոսում կրկին պանելային քննարկման ժամանակ, երբ Իլհամ Ալիևը խոսել էր այն մասին, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը բավարար չափով կամ կունենան, շուտով կկնքվի նաեւ խաղաղության պայմանագիրը։ Ընդդիմությունը սա էլ ձևակերպեց հենց նույն տրամաբանության մեջ, որ Ալիևը նախընտրական տրամաբանության մեջ օգնում է քաղաքացիական պայմանագրին ու Ֆիդանի հայտնի հայտարարությունը, որ կառուցողական է գնահատում այս իշխանության դերը տարածաշրջանային խաղաղության համատեքստում, կրկին այստեղ որոշ լրատվամիջոցներ, ընդդիմադիր շրջանակներ մեկնաբանեցին այնպես, որ դա աջակցություն է 26 թվականի ընտրություններում։ Ինչ հայտարարեն Ադրբեջանն ու Թուրքիան, կապ չունի ինչ են հայտարարում։ Ասում են պետք է միջանցքը տա Հայաստանը, ասում են կհարձակվենք այլևս, եթե չտա, ասում են, չգիտեմ, Փաշինյանը լավն է, ասում են վատն է, ասում են մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը, ասում են խաղաղության պայմանագիրը կկնքվի, ասում են գնահատում են մեր ջանքերը կապված տարածաշրջանում կայունության, անվտանգության հասնելու հետ, բոլոր հայտարարությունները ինչ որ մի փաթեթավորում են, չէ՞ ստանում։ Այսինքն ինչ պետք է հայտարարվի հարևան պետությունների կողմից, ինչ ձևակերպում պետք է լինի, որը չեն կարող փաթեթավորել։ Ու դա անում են ընտրված падգամավորները իրենց դեմքով օրինակ։ Այսինքն դա ոչ թե ինչ որ սունկ լրատվամիջոցի միջոցով են անում, այլ իրենք հերախոսը դնում են, ասենք Աննա Մկրտչյան։ Հերախոսը դնում ասում է, տեսակ, Թուրքիան միջամտում է, Ֆիդանն ասում է, որ ասենք ու սուտ
տեղեկություններ է տալիս։ Ընդհանրապես մեր արևան պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաները, մի դեպքում նախագահ, մի դեպքում արտգործնախարար, հայտարարում են, որ իրենք աջակցում են տարածաշրջանի խաղաղությանը, շատ կարևոր է, որ տարածաշրջանը լինի խաղաղ եւ գնահատում են դրանում Հայաստանի ջանքերը։ Եվ ասում են, որ խաղաղության պայմանագիրը այլևս շատ մոտ է կնքմանը, սա դրական հայտարարություն է։ Պետք չի սրանից խուսանավել։ Սա շատ դրական գնահատական է եւ շատ դրական հայտարարություն է, որը Հայաստանին չի վերաբերվում։ Յուրաքանչյուր իր երկրի մասին է խոսում։ Ֆիդանը Թուրքիայի հանրապետության շահն է հետապնդում, այս խաղաղության մեջ իր շահն է տեսնում, Ադրբեջանը իր շահն է տեսնում, այ մենք էլ մեր շահն ենք տեսնում։ Հիմա այս պատմության մեջ որտեղ է ընդդիմությունը։ Ինչ շահ է բացակայում ստեղի խաղաղությունից, ում շահն է բացակայում մեր տարածաշրջանում խաղաղությունից։ Իրենք այդ շահն են պաշտպանում ուրեմն, որովհետև յուրաքանչյուրը իր երկրի շահն է տեսնում եւ սա նորմալ է։ Խաղաղությունից բոլորը շահ են տեսնում, բոլորը ցանկանում են խաղաղություն, այդ թվում մեր հասարակությունը։ Դրա համար թող ընդդիմությունը գնա ու տապակվի իր ենթադրյալ պատերազմների մեջ։ Եվ հերու, ինչքան հերու, այնքան լավ Հայաստանից ու հայ ժողովրդից։ Եվ փորձենք նաև անդրադառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսի այցելությանը։ Գիտեք, սա էլ ռեզոնանս է առաջացրել հատկապես ընդդիմության մոտ, նախ որ Ջեյ Վենսը միաժամանակ այցելելու է եւ Հայաստան, եւ Ադրբեջան, եւ այստեղ են պայմանագրեր կնքվելու, եւ Ադրբեջանում, այստեղ մասնավորապես միջուկային համագործակցության շրջանակներում է լինելու եւ կիսահաղորդիչների շրջանակում, իսկ Ադրբեջանին ենթադրվում է որոշակի ռազմական օգնություն, զրահաբաճկոններ, նավակներ, որոշ պաշտպանական սարքավորումներ եւ ընդդիմությունն ասում է, տեսեք, կրկին ձեր այդ ներկայացրած խաղաղությունը այդ փուչիկը պայթում է, որովհետեւ Միացյալ Նահանգները արդեն սկսել է զինել Ադրբեջանին, նախ ընդհանուր առմամբ էլի սկսել են հակադրել մեկը մյուսով, որ Ջեյ Վենսը, տեսեք, գալիս է Հայաստան, բայց միաժամանակ գնում է նաեւ Ադրբեջան, այստեղ կիսահաղորդիչների մասով է պայմանագիրը, այնտեղ ավելի շատ պաշտպանական զինատեսակների ընդհանուր առմամբ Ջեյ Վենսի այցելությունը, թե Հայաստան, թե Ադրբեջան, ինչի մասին է խոսում եւ ինչ ակնկալել։ Ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության եւ ցանկացած այլ գործընկերոջ հարաբերությունները, պայմանագրերը, լավ հարաբերությունները։ Հիմա ընդդիմությունը անհանգստացած թե Միացյալ Նահանգները ելում հետ ինչ հարաբերություններ ունի, ես սա չեմ հասկանում։ Օրինակ, ինչու պետք է դու անհանգստացած լինես, թե Միացյալ Նահանգները ում հետ ինչ համագործակցություն ունի։ Ես հետաքրքրված եմ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններով։ Ես ուզում եմ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բարելավեն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ այլն։ Այն համադրությունը, որ անում են, տեսեք, եւ ստեղ են պայմանագիր կնքում եւ այնտեղ, կամ թրիփի հետ կապված, տեսեք, պաշտոնյան գնացրել եւ Ադրբեջան եւ Հայաստան, ասենք Էվրիկա։ Այսինքն պետք իրանց համար բացահայտում է, որ Հայաստանի հարևանը Ադրբեջանն է եւ որ ճանապարհը, որը Հայաստանով sense պետք է անցնի, ինչ որ մի տեղից պետք է անցնի Ադրբեջան։ Այսինքն այդ ռելսերը երկաթգծի, այսինքն գնումը Հայաստանով չի ավարտվում եւ պետք չի որ Հայաստանով ավարտվի։ Այն չեղած ռելսերը, որ ծախեցին Կերան, Լոմի տեղ գոյություն ունեցող ռելսերը։ Դրանից հետո ինքը շարունակվում է Ադրբեջանով։ Իդեպ այնտեղ չեն կերեն, այնտեղ արկա է այդ ռելսերը։ Դրա համար տենց էլի ինչ ուզում է լինի, սա վատ ձևով է փաթեթավորվում, որովհետև Ջեյ Վենսի այցը տարածաշրջան եւ Հայաստանի Հանրապետություն իրենց էլի անհանգստացնում է, որովհետև դա էլի լավի մասին է, խաղաղության մասին է, իսկ իրենք գիտեք այդ լավից եւ խաղաղությունից ինչպես են այսահարվում։ Ոնց որ սատանաները խաչից։ Ամեն դեպքում որքան էլ այսահարվի ինտիմությունը, Տիկին Հակոբյան, որքանով եք հավանական համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը միջև խորհրդանական ընտրություններ, ինչու եմ այդպես ձևակերպում, որովհետև Ալիևի ձևակերպումն էլ մոտավորապես նրա մասին էր, որ դա կարող է լինել մոտ ժամկետում։ Խաղաղության պայմանագիրը կարող էր կնքվել 3, ոչ թե վաղը։ Այսինքն ամեն ինչ պատրաստ է դրա համար եւ հողի վրա էլ այդ խաղաղությունը կա եւ դուք Ալիևի հայտարարություններն էլ կարող եք տեսնել, այլ պաշտոնյաների Ադրբեջանի հայտարարություններն էլ կարող եք տեսնել, որովհետեւ Հայաստանի նաեւ
լրատվական դաշտում շատ ակտիվ տարածվում է, որ խաղաղությունը առկա է անգամ առանց փաստաթղթի իրականում այդ խաղաղությունը կա, բայց նաև կարևոր է այո, վերջնականապես կնքել, վավերացնել, այդ ներպետական նաև ընթացակարգերն անցնել եւ դա ունենանք որպես արդեն 100%-անոց փաստ։ Սրա հետ կապված մենք ելի շարունակում ենք մեր բանակցությունները եւ ասում եմ 3 պետք է լիներ եւ մենք պատրաստ ենք 3 դա ունենալ, բայց մյուս կողմից Ադրբեջանն է, որի հետ կապված ես միայն իրենց հայտարարություններով կարող եմ առաջնորդվել, որովհետեւ ես չեմ կարող իրենց անունից խոսել, բայց կարծում եմ, որ այդ արդեն անխուսափելի է եւ ինչքան շուտ այնքան ավելի լավ կկնքվի եւ կվավերացվի հետեւաբար։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։